Այս պահին զրուցելու եմ քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ, բարև ձեզ, պարոն Ենոքյան, նախ գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար ձեր գործընկեր Ստեփան Գրիգորյանը փաստորեն խնդիրներ է ունեցել Ռուսաստանում, Շերեմետևո օդանավակայանում, որտեղ նրան կանգնեցրել են և մինչև 2030 թվականը փաստորեն նա այլևս մուտք չի կարող ունենալ գործել Ռուսաստան, պատճառաբանությունները արդեն հայտնի են ձեզ, ինչ է այս ամենը ձեզ համար նշանակում և որն է իմաստը այս բոլորի։ Ես ճիշտն ասած լսել եմ, որ նման ցուցակ կա, ինչ որ անձանց Հայաստանում քաղաքականորեն ակտիվ վերլուծաբաններ, այդ թվում, որոնք որ անում են այնպիսի վերլուծություններ, որտեղ հայ-ռուսական բարեկամությունը առաջին տեղում չէ, որ նրանց կարող է Ռուսաստան մուտք արգելվել, եւ փաստորեն սա է։ Ուրեմն ինչ է դրա իմաստը, կարծես թե պատժամիջոց է Ռուսաստանը մտածում, ինչ որ մարդկանց նկատմամբ, որ իրենք Ռուսաստան մուտք չգործեն։ Այսինքն դուք կարծում եք, որ այն կազմակերպությունները, որոնք գործում են նաև ինչու՞ չէ արևմուտքի երբեմն ֆինանսավորմամբ, նրանց գործունեությունը սերտորեն կապված է արևմտյան տարբեր think tank-երի, ուրեմն կենտրոնների հետ հասարակական, որոնք զբաղվում են տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմամբ, մենք գիտենք, որ Ստեփան Գրիգորյանի կենտրոնը հայ-թուրքական հաշտեցման մեծ օրակարգ ուներ, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման, այսպես լայն օրակարգով սեմինարներ էին տեղի ունենում, եւ փաստորեն այն մարդիկ, ովքեր Կրեմլին ոչ հաճո այսպես գործունեություն, տրամադրություններ են փաստորեն ստեղծում, նրանք հայտնվում են մի ցուցակի մեջ, որը փաստորեն ինչ-որ անհեթեթ պատճառաբանություններով մարդուն ուղղակի կարող են այդ պատճառով թույլ չտալ, որ նա մոտ գործի։ Դե գիտեք, հիմա Ռուսաստանի սուվերեն իրավունքն է իր տարածք մտնող մարդկանց ֆիլտրել, ում իրենք ցանկանում են իրենք չեն ցանկանում, ամբողջ հարցերն է ինչի համար է Ռուսաստանը այդպիսի բաներ անում։ Այսինքն դա իրենց ինչ է տալիս։ Ես կարծում եմ պարզապես փորձում է պատժել այն մարդկանց, ովքեր ում համար օրակարգում առաջին տեղում չէ, ուրեմն մեր մեծ եղբայրը Հյուսիսից այս պարադիգմա։ Այսինքն, եթե մարդը մտածում է, որ Ռուսաստանի հետ բարեկամությունը, Ռուսաստանի գավառ դառնալը Հայաստանի համար փրկության ճանապարհ չէ, ապա Ռուսաստանը ուրախ չէ, որ այդ մարդիկ մտնեն իր պետություն։ Չգիտեմ ինչ է դա տալու, իսկապես չգիտեմ ինչ է տալու Ռուսաստանին։ Կարող է սրանով միայն չբավարարվել Ռուսաստանը եւ մենք շատ լավ գիտենք, որ նրանց ձեռքերը երկար են, նրանց ձեռքերը Երևանում բավական ակտիվ նաեւ շարժեր են կարողանում առաջացնել, կարող են նրանք Հայաստանի իշխանությունների ձեռքերով փորձել խնդիրներ առաջացնել այս նույն մարդկանց համար, ռեպրեսիաներ, հարկային տերոր, ուսումնասիրություններ, աուդիտներ, այսինքն Ռուսաստանի հանձնարարությամբ Հայաստանի իշխանությունները սկսեն որս այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն տեղավորվում Ռուսաստանի տրամաբանության մեջ։ Չեմ բացառում։ Իսկապես չեմ բացառում, որովհետև Հայաստանի իշխանությունները ունեն խիստ կրավորական կեցվածք, Հայաստանի իշխանությունները Ապացույցը թերևս Սերգեյ Միրոնովի հետ օրերս տեղի ունեցածն էր։ Իդեպ ես ուզում եմ իմ հաջորդ հարցը։ Ինչի Սերգեյ Միրոնովի նույնը, ասենք են Վալերի Պերմյակովի հետ տեղի ունեցածը։ Այո, իրար հաջորդած իրադարձություններ, որոնք ուղղակի գալիս են ապացուցելու, թե որքանով է Հայաստանը սուվերեն եւ ինքնուրույն որոշումներ կայացնում։ Հաջորդ հարցս ուզում եմ հենց կապել Սերգեյ Միրոնովին, որը փաստորեն կարող ենք այս միջադեպը Ստեփան Գրիգորյանի հետ կապել հենց Միրոնովի հետ նախորդին տեղի ունեցած ուրեմն այսպես հայ-ռուսական անհասկացողության հետ, այն իմաստով, որ երեք փաստորեն օրենքի խախտմամբ Միրոնովը լքել է Հայաստանը եւ որքան էլ որ Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում դատարանում ստանձնել էր պարտավորվել էր, որ նա չի լքելու 40 օրվա ընթացքում Հայաստանի տարածքը, երեք նա փաստորեն հետադարձ տոմս է ունեցել դեպի Ռուսաստան եւ նա ուրեմն հարկ չի համարել նույնիսկ տեղյակ պահել Հայաստանի իրավապահներին եւ նա այդ տոմսը չկորցնելու ուրեմն նաեւ գնով փաստորեն խախտել է Հայաստանի դատարանի որոշումը, ըստ որի նա չպետք է 40 օր բացակայեր եւ պետք է մնար Հայաստանում։ Մինչդեռ փաստորեն նա պետք է ըստ հայ ամերիկյան գոնե
եւ Ինտերպոլի շրջանակներում Հայաստանի իրավապահների համագործակցության միջազգային ուրեմն իրենց գործընկերների հետ առնվազն նրան պետք էր կասեցնել, նա պետք է ձերբակալված մնար, մինչև իրերը հանգամանքները կպարզվեին, որովհետեւ նա լուրջ մեղադրանքեր նրան առաջ քաշվել։ Բնականաբար նույն տրամաբանության մեջ է, այսինքն ըստ էության Ռուսաստանի պահանջների հանդեպ Հայաստանը խիստ անզոր է, եկեք նույնիսկ Պերմյակովի հետ կապված դեպքը մենք հիշենք, հայ երբ ուրեմն տրվեց Հայաստանի իրավապահներին այդ դեպքը քննելու, այդ դեպքով ուրեմն զբաղվելու իրավունք, հա, այսինքն այն ժամանակ, երբ որ այո, էլեկտրիկ Երևանից հետո դա մի փոքր զիջում էր այդ համաժողովրդական ճնշմանը մեր իշխանությունների, հա, փորձեցին մեր իշխանությունները դրանով ասենք թե որոշ չափով այդ ցասումը փողոցի կասեցնել։ Ուզում ասեմ, որ Ռուսաստանը այստեղ վարվում է իսկապես ինչպես իր գաղութում, նույնիսկ ես կարծում եմ, որ Ռուսաստանի տարածքում այսքան իրենք աշխատում են ինչ-որ չափով օրենքները պահպանել, իսկ Հայաստանին ստիպում էր, որ Հայաստանը չպահպանի օրենքները։ Բնականաբար նույն տրամաբանությունն է։ Ըստ էության տարածված հայտարարության մեջ Ստեփան Գրիգորյանի նշվում է, որ Փաստորեն այնտեղ նրան կասեցրել են 26-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն այն օտարերկրյա քաղաքացիների վտարում է նախատեսում, որոնք մասնակցում են միջազգային կազմակերպությունների գործունեությունների, որոնք ցանկալի չեն Ռուսաստանի տարածքում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ կողմից ղեկավարվող գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնն ակտիվ կերպով համագործակցում է տարբեր եվրոպական հասարակական կազմակերպությունների հետ, վերլուծական կենտրոնների եւ ժողովրդավարական ֆոնդերի հետ, որոնք աջակցում են մեր նախաձեռնություններին։ Կարելի է ենթադրել, որ Ստեփան Գրիգորյանը միակը չէ եւ չի բացառվում, որ շատ-շատերը, ովքեր Երևանում այս պահին գործում են, չեն էլ կարող ենթադրել, որ իրենց մուտքը եւս կարող է կասեցվել, եթե նրանք փորձեն մասնավոր այցով նույնիսկ ոչ գործնական այցելել Ռուսաստան, որովհետև ինչ որ ծառայությունների, այսպես աշխատանքի շնորհիվ Հայաստանում այդ մարդկանց վրա դոսիեներ են կազմվել, Ռուսաստան են ուղարկվել եւ այդ մարդկանց մուտքը այլևս ցանկալի չէ։ Իմ հաջորդ հարցը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական դրությանը, ներքաղաքական իրողություններին։ Այսօր Անդրեաս Ղուկասյանը, ով 31-րդ օրը արդեն հացադուլ է անցկացնում Նովարաշեն քրեակատարողական հիմնարկում, հայտարարություն է տարածել, որը բավական իր մեջ ուշագրավ, այսպես, էլեմենտներ է պարունակում։ Նա ոչ ստանդարտ լուծումներ է առաջարկում ստեղծված ներքաղաքական կնճիռը հանգուցալուծելու համար, առաջարկելով փաստորեն որպեսզի ժամանակավոր իշխանություն, կառավարություն ձևավորվի, որը պետք է վստահել Սփյուռքում, Արցախում եւ Հայաստանում անվերապահ այսպես համարում ունեցող հեղինակություն ունեցող Շարլ Ազնավուրին։ Ես հասկանում եմ, որ արդեն մտքի ճգնաժամ կա համընդհանուր, ոչ միայն հայտնի ընդդիմադիրներին, ովքեր, այսպես ասած, համակարգի շրջանակներում են գործում, նաև արտահամակարգային ընդդիմադիր գործիչների եւ ուժերի մոտ մենք մտքի փաստորեն ճգնաժամ ենք նշмарում։ Դուք ինչպես եք գնահատում այս իրողությունը ընդհանրապես, այսպիսի հայտարարությունները ինչի մասին են վկայում, դրանք կարող են ելքեր առաջացնել թե ոչ։ Նախ եւ առաջ իհարկե ավելի ճիշտ կլիներ, որ Անդրեաս Ղուկասյանը հայտարարություն աներ հացադուլից դուրս գալուց հետո, իսկ այդ ժամանակ ավելի ինքը ավելի լավ կպատկերացներ, հա, երկրում ես կարծում եմ ինքը որոշ չափով ինֆորմացիայից երևի կտրված է հիմա։ Եվ կարծում եք, որ այն պայմանները, որում որ նա այս պահին գտնվում է, նրան թույլ չի տալիս adekvat նաև համարժեք գնահատել այն խորքային խնդիրները, որոնք Դե գիտեք, բոլորը փորձում են ուրեմն ինչպես փրկել հայրենիքը թեմայով լուծումներ առաջարկել, հա։ Անդրեասը ըստ էության քառակալ կոմբինացիա է առաջարկում, որոնցից առաջինը բավականին լուրջ պատճառաբանված նախագահի ընտրություններն են, այստեղ միանգամից երկու հարց է առաջանում, առաջինը այն է, որ կարծես թե նոր սահմանադրությամբ նախագահ չկա կամ նախագահը ունի խիստ սահմանափակ լիազորություններ, նախագահ չէ, այլ Անգլիայի թագուհի է։ Այդ դեպքում ինչ նախագահական ընտրություններ եւ ինչպիսի սահմանադրությամբ նախագահ, նոր, հին, թե ավելի հին սահմանադրությամբ, հա։ Երկրորդը, եթե ասենք այս շարժումները Նոր Հայաստան եւ այլ, որոնք որ դեմ են ընդհանրապես ընտրություններին, ինչի են հիմա ընտրական ճանապարհ առաջարկում Հայաստանի փրկության,
Եվ արդեն այս սրա հետ կապված արդեն հաջորդ քայլերն են, որ նախագահական ընտրությունների համար անհրաժեշտ է ազգային համաձայնության կառավարություն, այդ կառավարության համար անհրաժեշտ է ուրեմն Շարլ Ազնավուրը, որ լինի ղեկավար, հա, եւ իհարկե անհրաժեշտ է որ Բաղրամյան փողոցը բացվի ցուցարարների համար եւ հնարավորինս շատ կուսակցություններ մասնակցեն այս բոլոր Ինչից է սա գալիս, որովհետև ստանդարտ լուծումները չեն աշխատում Հայաստանում, որովհետև իշխանը ոչ թե նրա համար, որ մենք յուրօրինակ ազգ ենք, մեզ պետք են ոչ ստանդարտ լուծումներ, ոչ թե նրա համար, որ չգիտեմ, ստանդարտ լուծումները սխալ են։ Պատկերացրած ստանդարտ լուծումները Ստանդարտ լուծումներն են ուրեմն ընտրական դրանք բերում են մեխանիզմներ։ սասնածռերի գործողությունների։ Ես ասեմ մի բան։ Հայաստանի իշխանություններին ոչ մի ֆորս մաժոր դաշ չի լինում։ Օրինակ ապրիլյան պատերազմին ժողովուրդը ինչ որ սպասումներ ուներ։ Իշխանությունը ոչ միայն ականջալուր չեղավ այդ սպասումներին, այլև ավելի ու ավելի խորացան կասկածները, որ դաշ չի լինելու եւ Հայաստանը փաստորեն նոր պատերազմի շեմին կրկին գնալու է անպատրաստ եւ այս ապաշնոր իշխանության պատճառով է գնալու անպատրաստ։ Եվ ստացվում է այնպես, որ դուք փաստորեն այս պահին նշում եք, որ ստանդարտ այո եղանակները չեն աշխատում, որովհետև մենք չունենք այդ ստանդարտ քաղաքական գործիքակազմին համարժեք քաղաքական իշխանություն, որը ականջալուր կլիներ հասարակության, հանրության պահանջներին եւ բանը չէր հասնի հուլիսի 17-ի ասածս այն է, որ իշխանությունները ունեն ստանդարտ լուծումների համար ստանդարտ ուրեմն փակելու ստանդարտ հակագործիքներ։ Ընդհանրապես չեմ ուզում խոսել։ Տեսեք, այս ոչ ստանդարտ այո, ոչ ստանդարտ ձեր նշած համարժեք ընդդիմադիր ուրեմն գաղափարներ, մտքեր, որոնք կարող են ելք առաջացնել, որովհետև Անդրեաս Ղուկասյանի առաջարկը իսկապես նաև ես հասկանում եմ, որ անելանելիության այսպես էլեմենտ է իր մեջ պարունակում, այսինքն ինչ 80 քանի ամյա Շարլ Ազնավուրին, ով շատ ծանր է նաև աշխատում որպես մեր ներկայացուցիչը, մեր դեսպանը Շվեյցարիայում եւ ՄԱԿ-ի համապատասխան կառույցներում, որտեղ նա ինչ որ կերպ ներկայացնում է Հայաստանը, կներեք սրանք ինչքանով են տեղավորվում այսօր Հայաստանի առջև կանգնած խնդիրները ժամ առաջ կարգավորելու հրամայականը Ես ուզում եմ մի քիչ տեսեք խոսեցինք ստանդարտ լուծումների մասին չեն աշխատում Հիմա խոսենք ոչ ստանդարտ լուծումների մասին ապրիլյան պատերազմ հետպատերազմյան շրջան որը որ հնարավոր է ուրեմն ծներ այստեղ որոշակի հայ այդ փրկության հնարավորություն սասնածառեր ոչ ստանդարտ վիճակ Չէ, ոչ ստանդարտ վիճակ, որ ոնց որ ասեցիք, ուրեմն արդեն ստիպված, հա։ Իդեպ իշխանությունն էլ սասնածռերին արձագանքեց բավական ոչ ստանդարտ եղանակով։ Ըստ էության իշխանությունը կարող էր գնալ կոնկրետ ուժային գործողության, չգնաց, թույլ տրվեց որպես 2 շաբաթ երկիրը ստրեսի մեջ հայտնվելով, մինչ օրս փաստորեն այդ հետևանքները այդ գործողությունների կրի, որովհետև եւ քաղաքական իշխանությունը եւ ամբողջ ընդդիմադիր դաշտը չի կարողանում դուրս գալ այդ թմբիրից։ Այն ինչ ուրեմն տեղի է ունեցել Խորենացի փողոցում, այդ գնդի տարածքում դրա արձագանքները, քաղաքական հետևանքները շարունակում են հիմնական տանող գիծը մնալ։ Ես ուզում եմ նշեմ, որ տեսեք, խնդիրը կարծես թե քաղաքական պայքարի մեթոդաբանության մեջ չէ, որովհետև փորձվել է եւ ստանդարտ մեթոդաբանություն եւ ոչ ստանդարտ մեթոդաբանություն, որքան բովանդակության մեջ։ Այսինքն քաղաքական պայքար ասած է ինչ է, ինչ քաղաքական խնդիրներ են իրենց առաջ տնում այս քաղաքական ուժերը եւ ինչպես են գնում դրան, կարծես թե սա է հիմնական։ Լավ քաղաքական ուժերը այսօր գոնե մեր պատկերացրած համակարգային քաղաքական ուժերը մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, բավական տրոհված, աղճատված, ջլոտված, ինչ պետք է տեղի ունենա այդ ընտրությունների արդյունքներում, որ հնարավոր լինի իրապես բեկել վիճակը։ Ոչինչ։
այդ ընտրությունների արդյունքով հնարավոր չի իրավիճակը փոխել, որովհետև կրկնեմ իշխանությունները ունեն այդ ամեն ինչի Սասնածռերի եւ հիմնադիր խորհրդարանի թեզիսը, որ Հայաստանում ընտրությունները դրանք նոնսենս են եւ այդ ընտրություններով հնարավոր չէ Հայաստանում որևէ բան փոխել։ Ես մի ուրիշ թեզ եմ ուզում առաջ քաշեմ, այնինչի մասին սկզբում խոսում էինք։ Խնդրեմ։ Եթե մեր մոտ գաղութը, եթե մեր մոտ գաղութացված վիճակ է, ապա պետք է գնալ դեպի արմատը։ Ապա պետք է գնալ Վարուժան Ավետիսյանն էլ ձեզ հետ համաձայն է, նա ասում է, որ պետք է ապագաղութացման պայքար մղել, Հայաստանը չի կարող դառնալ գուբերնիա։ Շատ ճիշտ է, նույն Եվ բանը դուք ասում լինելով է ազատական մտածող քաղաքագետ, այսօր կրկնում եք ուրեմն ծայրահեղ ազգայնական Սասնա ծռերի նույն բանը ասեց այսօրվա իր հայտարարության մեջ նաև Անդրեաս Ղուկասյանը, միգուցե չգիտեմ ով ում է կրկնում, խնդիրը այն է, որ սա է ճանապարհը, որովհետև այսօր Ռուսաստանի գաղութ լինելը նշանակում է ունենալ ոչ լեգիտիմ իշխանություններ, Ռուսաստանի գաղութ լինելը ընդդիմություն ունենալ այո ոչ լեգիտիմ ընդդիմություն ըստ էության, որը մի կողմից Սերժ Սարգսյանի գրպանում է, մյուս կողմից Ռուսաստանի ունենալ կոռումպացված իշխանություն, կոռումպացված համակարգ եւ կոռումպացված տնտեսություն Ռուսաստանի գաղութ լինելը նշանակում է չունենալ Ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկար, չունենալ տարածաշրջանային գլոբալ հարցերի հայ-թուրքական սահման եւ այլ այս ամեն ինչի լուծումը, այսինքն այսօր ապա գաղութացումը այդ դա իսկապես բանալի է բոլոր տեսակի խնդիրների լուծման Հայաստանում։ Եվ այո ճիշտ է, կոչը հնչեցվել է ուրեմն Վարուժանի կողմից, կոչը հնչեցվել է Անդրեասի կողմից, բայց քայլեր ինչպես գնալ այդ ուղղությամբ չկա։ Ընդ որում այդ քայլերը կարելի անել նաև ստանդարտ գործողություններով։ Կոչ հնչեցվեց ուրեմն ազգային ժողովի պատգամավորներից մեկի կողմից, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Այս է ճանապարհը։ Պետք է կոնկրետ գնալ այս ուղղությամբ նույն խորհրդարանական պրոցեդուրաների շրջանակում Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Հայաստանի ինդիմադիր ուժերի ստվար հատվածը վախենում է ընդհանրապես համարձակ ուրեմն հայտարարությունների մակարդակում, չեմ ասում նույնիսկ գործողությունների Ռուսաստանի դեմ կամ Եվրասիական տնտեսական միության դեմ, այսպես որևէ խոսք ասել նույնիսկ, ընդհուպ միջև փաստորեն Նիկոլ Փաշինյանը, փաստորեն նաև ժառանգության անդամները, որոնք որ կողմ քվեարկեցին ՀԱԿ-ը, նրանք ովքեր որ պիտի առաջ տանեին Հայաստանի ժողովրդավարացման ուղին, Հայաստանի պետականության ամրապնդման ուղին, նրանք այսօր բոլորովին այլ ճանապարհ են ընտրել եւ հոգուտ Եվրասիական տնտեսական միության անդամակցության Հայաստանի ազգային ժողովում քվեարկելիս նրանք ըստ էության գերեզմանն են փորել Հայաստանի պետականության եւ անկախության։ Այս մարդկանցից կարելի է այսօր հակառակ գործընթաց պահանջել կամ այսօր 2017 թվականի ընտրություններից առաջ մասնակից հնարավոր քաղաքական ուժերի այն պալիտրան, որ մենք տեսնում ենք, այդ քաղաքական ուժերից եւ ով կարող է անցնելով նոր խորհրդարան կարող է նախաձեռնել այդպիսի օրակարգ բերել այդպիսի հարց ուրեմն Հայաստանի ուրեմն անդամակցության չեղարկման կամ կասեցման Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Տեսեք, ամբողջ խնդիրը այն է, որ այդ հարցերը, որ այսօր ընդդիմությունը բարձրացնում է, ուրեմն ոչ լեգիտիմ իշխանությունների, կեղծված ընտրությունների, կոռուպցիայի, այս բոլոր հարցերը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում լուծում չունեն։ Եթե ցանկանում են այդ խնդիրը լուծել, ապա ուրեմն B ասելուց առաջ A-ն է պետք ասել։ Պետք է առաջին հերթին այս խնդիրը դնել։ Այդ բոլորը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սովորական պրակտիկա է։ Լինել կոռումպացված, լինել ոչ ժողովրդավար, չընտրված, սրանք նորմալ իրողություններ են եւ դրա դեմ պայքարելը անհեթեթ է նույնիսկ այդ միության շրջանակներում։ Նրանք ովքեր պայքարում են, առնվազն օրինակ Ռուսաստանում սպանվում են, այդպիսի ազատ մտածող լրագրողներ ընդհանրապես տեղ չունեն Ռուսաստանում։ Չենք խոսում Բելարուսի մասին, չենք խոսում 25 տարի ղեկավարող Նազարբաևի մասին, Ղազախստանը, այսինքն այս միության շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքարելու այսպես գործուն մեխանիզմները նույնիսկ ծիծաղ են առաջացնում։ Տեսեք, այ մենք զրուցում ենք, բայց մեր անունները ավելացնում են այն ցուցակներում, ում չի կարելի Շերեմետևոյից ուրեմն գործել Ռուսաստան։ Խնդիրը հետեւյալն է, այս գոնե այս ուրեմն հարցադրումը ճանապարհ է ցույց տալիս ընդդիմության համար, որովհետև մնացած բոլոր հարցադրումները անընդհատ դրվել են եւ անընդհատ բերել են տեղապտույտի։
շատ լավ է, շատ ճիշտ է, որ փաստորեն ուրեմն Վարուժան Ավետիսյանը բարձրաձայնեց այս գաղափարը, մի սուարյուն չդրվեց մեջը, գործողությունների պլան չառաջարկվեց։ Անդրեաս Ղուկասյանը բարձրաձայնեց սա, այսօրվա չէ, իր ելույթում, այո, եւ դրված մեթոդները կրկին նույնն էին, ուրեմն նորից ընտրություններ, նորից ուրեմն Բաղրամյան փողոցը փակել եւ այլ եւ այլ։ Մեթոդները կրկնեմ այստեղ բազմաթիվ կարող են լինել, բայց անգամ եղած օրենսդրության շրջանակներում, եթե այդպիսի ուժեր առաջանան, եթե այդպիսի ուժեր ստեղծվեն, նրանք արդեն կարող են եղած համակարգի շրջանակներում էլ այս հարցերը առաջ քաշել։ Ինձ թվում է պետք է փոխել ընդհանրապես ընդդիմության հարցադրումները։ Այսինքն անընդհատ ասել Սերժիկ հեռացիր, դա արդեն հետաքրքիր չի, դա արդեն մոդա չի, հա, ով արդեն բան է, բարը այդ միկրոֆոնը վերցնում է ձեռը, նույն բանն է ասում։ Անընդհատ ասել դուք կոռումպացված եք, կրկին հետաքրքիր չի, որտեվ հանում ես ցույց ես տալիս կոնկրետ ով որտեղից է գողացել, ինչքան է գողացել, ինչպես ռուսները ասում են, ինչպես սագի վրայից ջուրն է գնում, ոչինչ դա չի տալիս, հա։ Այս հարցը մտնի, այս հարցը ընդ որում հետաքրքիր է, որ այս հարցը զգայուն է նաև իշխանությունների համար։ Իրենք նույնպես, երբ որ այս հարցը դրվում է ապա գաղութացման, մի կողմից, այո, մտածում եմ, որ եթե Մոսկվան չլիներ, ավելի լավ կլիներ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներ, ասենք թե իրենց կոռուպցիոն գործողությունների չէին լինի, բայց մյուս կողմից էլ իրենք փախենում են, որովհետև եթե Ռուսաստանը չլինի, այդ դեպքում ով է իրենց պահելու, ով է իրենց լեգիտիմացնելու, ով է իրենց թույլ տալու, որ անընդհատ Ղարաբաղ ասելով, այս ոնց որ վերջին 25 տարին թալանեցին երկիրը։ Այս ամեն ինչի իհարկե բայց մենք շատ գիտենք, որ Ռուսաստանը չի բավարարվում բացառապես իշխանությանը հովանավորելով, նրանք շատ կոնկրետ հովանավորում են նաև ընդդիմադիր հատվածի այն գործիչներին, ովքեր գոնե հավակնում են լինել առաջին լիգայում կամ առաջին գծում։ Այո, այլապես կլինի մի ընդդիմություն, որը որ կդնի ապագաղութացման խնդիր։ Այո։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ հովանավորվող իրենց կողմից ընդդիմություն, որը անընդհատ խոսի ուրեմն նույն թեմայից, որը որ լուծման չի բերելու։ Այնպես որ ես կարծում եմ ռուսները ճիշտ են աշխատում։ Իշախ Ռուսաստանի Ֆեդերացիայի, ոչ Հայաստանի։ Շատ շնորհակալություն այս զրույցի համար, պարոն Ենոքյան։